Մանթաշաբերդ կամ Աշոտ երկաթի ամրոց, մանթաշաբերդ, երբեմն մանթաշ ամրոց, մանթաշ կալա, կարա կալա, հանդիսանում է ռազմական կառույց Տավուշի մարզում, տեղակայված լինելով Իջևան քաղաքից 7 կիլոմետր հարավ, Աղստև գետի աջ ափի Անտառապատ լեռան գագաթին, շրջապատված է լայն բրգավոր պարիսպներով, պատկանում է Բագրատունիների ժամանակաշրջանին, այն Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է։ Կառուցվածքային տեսանկյունից ամրոցն ունի երկու մուտք, որոնց դռները եղել են ամբողջական մեծ քարերից։ Լեռան անցանելի հատվածներն ամրացված են ամուր պարսպապատերով, որոնք ունեն բրգաձև աշտարակներ, պատերի մեջ կլոր փոքր անցքեր։ Պարսպապատերը սև քարից են, ամուր կրաշաղախով, սև գույնի պատճառով հետագայում օտար նվաճողները այն կոչել են Ղարա Ղալա, այսինքն սև բերդ։ Ամրոցը կրկնահարկ է, առաջին հարկը բավական ընդարձակ է, հյուսիսից բարձրանում է մի այլ քարաժայռ, որի վրա տեղավորված է ամրոցի երկրորդ աստիճանը՝ միջնաբերդը, այն ամրացված է պարսպապատերով և արևելյան կողմից ունի առանձին մուտք, միջնաբերդը զբաղեցնում է փոքր տարածք, հիմնական մուտքը բարձրավանդակի հարավ-արևմտյան անկյունից է, լեռնապարսպի արևելյան կողմից, ամրոցի երկու կողմերում էլ նկատվում են կառույցների հիմնապատերը, պատմական աղբյուրներում մանթաշաբերդը միշտ հիշատակվում է աղջկա բերդի հետ միասին, որից կարելի է ենթադրել, որ այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում։ Աղջկա բերդ Աղջկա բերդը գտնվում է Տավուշի մարզի Իջևան քաղաքից մոտ 16 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, Աղստև գետի հովտում, Անտառապատ սարի գագաթին։ Այն եղել է խոշոր ռազմական կառույց, բոլոր կողմերից եզերված լինելով բարձր ժայռերով։ Միաժամանակ այն պաշտպանված է արհեստական բրգավոր պարիսպներով։ Զարգացած միջնադարում բերդը, ինչպես և ամբողջ գավառը, կոչվել է Կայեն։ Կայեն ամրոցը եղել է բավական անառիկ մի կառույց, հանդիսանալով գավառի իշխանների նստավայրը։ Ամրոցի բոլոր շինությունները, ինչպես և պարիսպները կառուցված են կապտավուն բազալտից, ամուր կրաշաղախով։ Այս ամրոցի պատմահնագիտական արժեքը շատ մեծ է, քանի որ լավ է պահպանվել նրա ամբողջականությունը։ Բերդամիջում պահպանվել են տարբեր շինությունների մնացորդներ, որոնցից ամենաակնառուն խաչաձև քառախորան հորինվածքով 10-ից 11-րդ դարի կիսավեր եկեղեցին է, որ իր կառուցվածքային առանձնահատկություններով հայ առաքելական եկեղեցի է հիշեցնում։ Պահպանվել է նաև զորանոցի նշանակության մեկ երկար շինություն, տնտեսական նշանակության այլ սենյակներ, բնակելի շինություններ։ Մուտքի ներսում պահպանվել է փոքրիկ պահակատուն։ Ամրոցի տարածքում ավերված բնակարաններից բացի կան նաև երկու ջրամբարներ։ Մի ջրամբարից ջուրը թրծված կավե խողովակով նախ լցվել է մի փոքրիկ ավազանի մեջ, իսկ այնտեղից մեկ այլ խողովակով թափվել մեծ ջրամբարը։ Ըստ ավանդության, մի գեղեցկուհի երիտասարդ իշխանուհի է եղել։ Շատ իշխաններ են ցանկացել ամուսնանալ նրա հետ, սակայն բոլորը մերժվել են։ Իշխանները որոշել են ուժի դիմել, բայց հերոսուհի իշխանուհին, հավաքելով իր տիրապետության տակ գտնվող մարդկանց, զորք է կազմել, կառուցել ամրոց և պարսպապատվել այնտեղ։ Սակայն առավել զորեղ և համարձակ իշխանները շարունակել են հետամուտ լինել։ Աղջկա համառությունն ու քաջագործությունները ավելի ու ավելի են բոցավառել իշխան Մանթաշի սերը, և նա աղջկա բերդի դիմաց կառուցում է մանթաշաբերդը, որտեղից հաճախակի հարձակումներ է գործել աղջկա բերդի վրա, սակայն դրանք բոլորն էլ անհաջողությամբ են վերջանում։ Ավանդությունն ասում է, թե վերջապես մի անգամ աղջիկը զորքը տալիս է իր զորավարին և ուղարկում մանթաշաբերդի վրա։ Այդ կռվին թեև իշխանուհին չի մասնակցում, սակայն հաղթանակ է տանում։ Դրանից հետո Մանթաշը հաշտություն է խնդրում։ Նրանք պայմանավորվում են, որ յուրաքանչյուրը մնա իր ամրոցում, բայց ի նշան բարեկամության Աղստև գետի ափին կառուցում են բաղնիք, որը հանդիսանում է նրանց ժամադրության վայրը։ Ասում են, որ նրանք երկու ժայռերի գագաթներին նշաններով խոսում էին իրար հետ։ Մինչ օրս էլ պահպանվել են այդ բաղնիքի մնացորդները։